Այժմ տեսնենք ինչ է սպասում կշեռքներին հաջորդ շաբաթ, մայիսի 17-ից 23-ը։ Ինչ է սպասվում կշեռքներին։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ արև, շատ գեղեցիկ, ջերմ, շատ բարձր տրամադրության մեջ են լինելու կշեռքները հաջորդ շաբաթ։ Տուզ եմ տեսնում, լավ լուր կլսեն, կուրախանան, ինչ առիթ կունենան, չեմ կարող ասել, բայց բավականին լավ տրամադրության մեջ են լինելու կշեռքները հաջորդ շաբաթ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ սեր։ Չեմ ուզում ոչ մի ուրիշ կարգեր հանել, որովհետև սերն ինքնին ասված է, անձնական հարաբերություններում կլինի ընկերական, ընտանեկան, ամուսինների մեջ, սիրեկանների մեջ, չգիտեմ, աղջիկ տղա նոր հարաբերություններում կլինի սեր։ Շատ լավ կլինեն հարաբերությունները, դե արևով նաև արևն է ասում, կլինեն շատ ջերմ հարաբերություններ, ոչ մի անձնական, ընկերական, սիրային, ոչ մի հարաբերություններում ոչ մի խնդիրներ չպետք է որ լինեն։ Եթե տրամադրությունները բարձր լինի, հարգելի կշեռքներ, չպետք է որ խնդիրներ լինեն։ Աշխատանքի վայրում տեսնում եմ գերանդի։ Գերանդին կարող է լինել կտրուկ ինչ-որ փոփոխություն։ Տեսնենք ինչ է կատարվում հաջորդ շաբաթ կշեռքների աշխատավայրում։ Ինչ եմ տեսնում, աշխատանքում ինչ-որ խնդիրներ են եղել, ինչ-որ խնդիրներ են եղել, կարող եմ ասել, և ձեր ղեկավարների հետ, վերադասերի հետ ինչ-որ խնդիրներ եք ունեցել, հարգելի կշեռքներ, կարող եմ ասել, տունը այստեղ կարող է նշանակել պարզապես հիմնարկություն ձեր աշխատանքի վայրում, այո, այնտեղ որտեղ դուք ձեզ այնքան էլ հարմարավետ չեք զգացել, որովհետև խնդիրները եղել են, այո, ձեզ մի տեսակ աշխատանքը, որ շատ հարմարավետ էր, մի տեսակ փոխվել է եւ բավականին երկար ժամանակ է։ Իսկ այստեղ կտրուկ, ասում եի կտրուկ փոփոխություն, այսինքն կտրուկ հանկարծ կարող է ինչ-որ բան կարող է շտկվել, չեմ կարող ասել ինչպես, բայց բանալին հանկարծ կարող եք տեսնել, գտնել ելքը, թե ինչ պետք է անել, ինչպես կարող եք լեզու գտնել ձեր վերադասի հետ։ Կամ եթե այլ խնդիրներ դուք ձեր աշխատանքի մեջ եք խնդիրներ ունեցել, դժվարացել եք ինչ-որ գործ անել եւ կարող է ձեր ղեկավարը վերադասը ձեզ օգնել եւ դարձնել ձեր աշխատանքն ավելի հարմարավետ եւ ամեն ինչ կկայունանա, կհարթվի եւ բանալին ձեր ձեռքում է, կտրուկ կարող է փոփոխություն լինել, այդպես էլ կարող է լինել։ Երկու տարբերակն էլ կարող է լինել, ամեն դեպքում ինչ խնդիրներ էլ որ լինեին, բանալիով տեսնում եմ եւ կտրուկ գերանդիով տեսնում եմ, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Դուք իրականում կգտնեք բանալին եւ ձեր ֆինանսական ներողություն, աշխատանքի մի փոքր խնդիրները, լուրջ մեծ խնդիրները անկեղծ ասած չեմ տեսնում, կկարողանաք խնդիրները լուծել շատ հեշտությամբ։ Արև էր, արևով ամեն ինչ պետք է դրական լիներ։ Տեսնում եմ այգի։ Կարող եմ ասել, որ դուք ավելի ժամանցի մասին եք մտածում, այստեղ ֆինանսների համար եմ նայում, այսինքն ժամանցի համար ուզում եք ճամփորդել, դիմացը ամառ է գալիս, միգուցե արձակուրդների մասին եք մտածում եւ արդեն սկսել եք զրուցել ընտանիքով, միգուցե պլանավորել, ուր եք ուզում գնալ, ինչ անել, եւ դա կախված է ծախսերից, չէ՞, ինչքան գումար ունեք, ինչքան կարող եք ծախսել արձակուրդների համար, դրա համար էլ մտածում եք, զրուցում եք, քննարկում եք միգուցե եւ գեղեցիկ վայրեր եմ տեսնում, այո, ճամփորդելու կամ չգիտեմ ինչ էլ կարող է լինել։ Ես այդպես եմ տեսնում, ինչ որ ժամանցի, ինչ որ ամեն դեպքում, այսպես կասեմ, եթե նույնիսկ ճամփորդության հետ կապված չի, ամառային արձակուրդների հետ կապված չի, ինչ որ շատ դրական, ինչ որ մի լավ բանի համար գումարներ են ձեզ պետք, ծախսեր են պետք միգուցե եւ փորձում եք լեզու գտնել ձեր ընտանիքի անդամների հետ կամ այլ մարդկանց հետ, չեմ կարող ասել, հնարավոր բանկից գումար եք ուզում ձեր տունը վերանորոգելու համար, չէ, դա բավականին հաճելի ծախսեր են։ Դա այո, ծախս է, գումարը գնում է, բայց հաճելի նպատակով է, դուք ուզում եք այդպես լինի։ Տեսնենք։ Ինչ ենք տեսնում։
Տեսեք ինչեր եմ տեսնում։ 10 10 գումարն է, 10 գումարները ոչ, ես գումարներ գալիս են, այո։ Ես էլ եմ ասում, եթե դուք ճամփորդելու հետ եք կապված, ապա դուք այսպես ընտանիքով, երեխաներով, եթե թոռներ ունեք, թոռներով ուզում եք գնալ ինչ որտեղ ճամփորդել հարազատ սիրելի մարդկանցով եւ բոլորն էլ իմիջիալոց ներդրում կանեն։ Այսինքն եթե կա այդպիսի նպատակ, ճանապարհ գնալ կամ պարզապես, չգիտեմ, հանգստանալ ընտանիքով ինչ որ ժամանակ անցկացնել, ապա բոլորն էլ իրենց կողմից գումար կներդնեն։ Այստեղ որտեղ ես տեսնում գումարի երկու աղբյուր կա։ Ինչ որ նոր աղբյուր կա եւ ընկեր, բարեկամ, ընտանիք, ծանոթներով, ընտանիք, երեխաներ կամ ինչ որ մի նոր նպատակի համար, ինչպես ասեցի, ես չեմ ասում, չգիտեմ, ինչ որ նոր կահույք եք ուզում գնել, ինչ որ նոր վերանորոգում եք ուզում ձեր տանը անել, նոր մեքենա եք ուզում գնել, որի համար ձեզ ծախսեր պետք դրա համար։ Ինչ որ տեսեք, ասում շատ լավ նպատակի համար ձեզ գումար էր պետք, գումարը կգա եւ երկու տեղից։ Մեկը կլինեն ձեզ հարազատ մարդիկ, ընտանիքի անդամներ հավանաբար, բայց երկրորդ աղբյուրն էլ կա։ Ձեզ իրականում գումար կլինի ավելի, քան անհրաժեշտ է։ Ոչ մի ֆինանսական խնդիրներ չեմ տեսնում։ Արևով այդպես էլ պետք է լիներ, հնարավոր չէր արև դուրս գար ընդհանուր տրամադրությունը եւ որևէ տեղ խնդիր լիներ։